Բարև ձեզ հայեր ջան։ Ինձ կներեք գրիպ եմ հիվանդած է, բայց այս ձենով թեկուզ պետքա խոսամ, քանի որ շատ կարևոր ինֆորմացիա ձեզ պետքա հաղորդեմ։ Ասկայր ասում, մեռնում եմ։ Բայց ես Հայաստանցի բուն Երևանցի են ծնողներս։ Ձեր անուն ազգանունը։ Լավ կենսագրություն սիմայելու կարևոր է էդի։ Դե անուն ազգանուն ոչ մի կենսագրություն։ Հա բայց ինչի համար։ Դե եթե չեք ուզում խնդիր չկա։ Ըստ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի Հայաստանում գրանցված է շուրջ 800,000 հրյա։ Թիվը չի ընդգրկում այն հրյական ընտանիքները, որոնց անդամները գրանցված են հրյական համայնքում։ Ասկայր ասում, մեռնում եմ։ Սա Նիկոլական էր խոսում, իբր թե Պարսկահայը, Պարսկաստանից եկած հայի անվան տակ ջվուտը, ժողովուրդ ջան։ Դուք նոր լսեցիք եվրейների ջվուտների Հայաստանում միության նախագահի խոսակցությունը, որ ինտերվյու է տրվել, որ Հայաստանում ապրում են 800,000 ջվուտներ և 2,000 ընտանիք, որոնք առանձին գրանցված են համայնքում։ Ինչա դա նշանակում, ժողովուրդ ջան։ Դա նշանակում է, որ 800,000-ը խառնածիններն են, 2,000 ընտանիք, մոտ 10,000 հոգի, կոպիտ եթե հաշվենք, բազմապատկենք 4 հոգու, դա երկու կողմնանի ջվուտներն են, դրանք էլիտան են, ամբողջությամբ կառավարման մեջ են, քաղաքական դաշտում են, 800,000-ը խառնածիններն են, ժողովուրդ ջան, դեր 90-ական թվականների վերջի թվերին Ժիրինովսկին ինտերվյու էր տալիս, որ իրանք ջվուտները բոլոր երկրներում ստեղծել են իրանց ներքին բանակը խառնածիններից։ Դա իրանց մսաղացն է, մսաղացի ապրանքն է, սենց ասեմ, это наше пушечное мясо։ Այդ 10,000-ը երկու կողմնանի հրյաները, որ կառավարման մեջ են, ամբողջ քաղաքական դաշտը զավթել են, այս 800,000-ը օգտագործում են որպես զենք։ Իրանք խաբար չեն, որ իրանց էլ են մադաղանելու, թող շատ չուրախանան, իրանք ընդամենը օգտագործման մատերիալ են։ Հիմա ամբողջ ինֆորմացիոնի դաշտը խցված են տարբեր պերսոնաժներ, սենց ասեմ, էլ մեզ թագավորներ են պատրաստել, էլ մեզ էքստրասենսներ են պատրաստել, որոնք խոսում են լուսյա, չգիտեմ ենտեղ էլ ինչ ուռոդներ կան մորալնի և ֆիզիչեսկի, էքստրասենսների գործը, որ սուտ են խոսում, մարդիկ մտածեն, որ ինչ որ լինում, դա պետք է այտենց էլ լինի, իրանց ինչ հարմար է իրանք խոսում են, ու փորձում են մարդկանց ուղեղի մեջ պրոպագանդա անեն, գիպնոզ անեն, որ սենց էլ պիտի լինի, ոչ մի բան մի արեք, հարմարվեք։ Հիմա ես ձեզ ցույց կտամ
Պակիստանա ջվուդի, որին մեզ պատրաստում էին թակավոր, նիմնոգը նիմալը, հայոց թակավոր, ես փրճոդին։ Ճիշտ է հիմա, որ գրել ենք ձեր ենք արի փրճոդին, մազերը կտրել են, փորձում են ավելի սալիդնի իմիջ ստեղծել։ Անունը Դավիթ Միրզոյանը։ Ասեմ ձեզ մյուս տեխնոլոգիայի մասին, հայեր ջան, ում որ պետք է առաջ քաշեն, իմիջ են ստեղծում, գրքեր են գրում, իրանց ում որ պետք է առաջ բրտեն, կերբար ստեղծեն, ագենտ վլիանիե, իրան գրում են այդ տվյալ անձի անուն ազգանունը ու սկսվում է PR, որ իրանք սենց կիրտ կրակետ մարդիկ են, որ իրանց խոսքը ինչ որ իրանց միջածով պետք է փոխանցեն մեզի ազդելու համար, իրանք արդեն ստեղծում են այնենց իմիջ, որ մենք իրանց որպես մարդ, որպես մտավորականի հաշվի առնենք իրանց ասած խոսքերը։ Դե հիմա մեր գլխին երազանքը չկատարված Դավիթ Միրզոյևի, սենց ասեմ, Միրզոյանի անվան տակա, իրան ելույթը ձեզ ցույց կտամ, որ դուք իմանաք ով կա ով, ժողովուրդ ջան, ոնց են ձեզ խաբել, ցույց կտամ, որ չշարունակեք խաբվել, ժողովուրդ ջան։ Կար, ազգի, դուք ձեզել եք ոչնչացնում ձեր շուրջի, ինչ կա ոչնչացնել, դուք մահաբեր ազգ եք, մահ եք սփռում, ձեր երկրում, ուրիշ տեղ որ գնում եք, մահ եք սփռում մենակ, ձեզ մահ եք տարածում, ես վաղուց եմ մացել, դրա մորին հեռացել եմ ձեր երկրից, ես ձեզանից չեմ արա հազար անգամ բացատրել եմ, այդ որ տենց մեկ-մեկ նես թունավոր բան արդեն չեք կարան զսպեք ձեզ, ասում եք, ուսի դու հայ չես, չէ արա, ինչ հայերը, ես ձեր նման է, եթե ես ձեր նման ինչ եք տենց բան ասացել նեի, ինչ եք տենց բան ձեր մտքով անցներ, դու հայ չես, եթե ձեր մտքով անցներ, ուրեմն ջոգում եք, որ ձեր նման չեն, ողջեք այդ հարցը տալի, երկե չէ, մի խոսքով խեկներդ գլուխները թավակեք և արեք ինչ-որ ասում չեք պրգվի ես իմ հարցերը վաղուց լուծել եմ, ես էլ ձեր նման չեմ ինձ սրանց Բա պատրաստվել էր թակավոր լիներ, թելադրումա, որ մենք պետքա իրան կամակատարը լինենք, լսեցիք, խոսումանի от первого лица ձեզա, ինքը իրան չի էլ ասոցիացնում հայազգի հետ, տեսակ, ու էտենց լիքը վիդյոներ, ինչ ձևի ուզումա անվանումա, հայազգի. Հիմա ձեզ ցույց կտամ Հովանավանկի գողականներին, նայեք, տերտերը թիգնապայներով է քայլում, Հովանավանքում, թիգնապայների ռոժը եսա ցույց կտամ ձեզի, դուք ստեղ հայ կտեսնեք, նայեք, մյուսի ռոժը ցույց տամ, ու կապիշոններով են քայլում, մուրուքները թողած, որ մենք իրանց շատ չնկատենք, ով կա ով. Վերջերս
Մեն ծաղմունք է լավ, ամսու 18-ին եպոր թուրքաջվուդները իրանց իրավունք վերապահեցին, հարցակվեն նա սվիտայը սվիտիղ Սուրբ Էջմիածինի վրա, օպերայի տնորենի զարմիկը, ни много ни մало, ելեր էր մեր կատողիկոսի գերեզմանի վրա, շիրմաքարի վրա, ճիշտ է ստոպ կադրը արված, ենդեղ չես կարա ցույց տաս, որ դրան խպել է, ես ներսում եմ եղել ժողովուրդ ջան, ես սովորաբար միտինգների որ գնում էի դեմն էի կայնում, որ իմ աչքովս ամեն ինչ տեսնեմ, ամեն ինչ լսեմ, պատարակների էլ որ գնում եմ, ես միշտ քիչ գնում եմ առաջ, այդ օրը ես մնացի դրան մոտիկ, չգիտեմ, ճակատագրական էր երևի, դուրը որ սկսեցին ջարդել քացիներով, կոմպոսներով, մարդիկ աղոտքի մեջ էին, մի պայ դուրը բացվեց, հաստրեցինք ներսից, ամբողջությամբ դառնալ մի ուժ, դուրը նորից փակեցինք ու ներսից պահեցինք, ժողովուրդ ջան։ Հիմա ձեզ ցույց կտամ եկեղեցու դեմ կռվողների ռոժները։ Սրանք ղեկավար են, հեսա մարդիկ լավ էլ գրել են, մարսպետ են, մեկը Թալինի, մյուսը օպերայի, թատրոնի, տնորենի, տեղակալ, զարմիկն է, այո, մյուսն էլ մտավորական կրթության ոլորտից։ Սրանք միայն թուրքաջվուդ կարար հարցակում կատարել, այս ատելությամբ, որ նկարը ցույց տվեցի, Սուրբ Էջմիածինի վրա, ժողովուրդ ջան, կյանքում չավադակ, որ հայը կարողանա հարցակվի եկեղեցու վրա, են էլ Սուրբ Էջմիածինի վրա։ Ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն Նիկոլի ողմագի մեջ կային գրաժդանսկի շորերով ոստիկաններ, մենտ ու մուսր, որ ասում են ժողովուրդ ջան, սա հենց թաքնված թուրքաջվուդներն են, որ ոստիկանության մեջ են, հայ հանդեպ բարբարոսություն են անում, մեր ոստիկանները, ինչ ֆորմա ուզում եք հային հագցրեք, ինչ ստատուս ուզում եք հային տվեք, հայը կյանքում ստորություն ու նենգություն չի անի, ու ես ականատես եմ եղել, որ ոստիկանները, որ պատ էին պահում, ժողովուրդ ջան, ոչ մեկի մեջ ես չեմ տեսել չարություն, ատելություն կամ ցանկություն հարցակվեն եկեղեցու վրա, մարդիկ պահեցին, թուրքաջվուդ ոստիկանները են շարքերում են, Նիկոլի զոմբիաժեղ շարքերի մեջ են։ Հիմա
ովքեր են եկեղեցու դեմ կռիվ տանողները։ Մասոնները ժողովուրդ։ Այս նկարը արված է Հովանավանքը գրոյելու ժամանակ։ Նայեք։ Այս թուրքի ռոժը տեսնում եք, ձեռը նայեք ուրատար է։ Մտել է քրիստոնեական եկեղեցի, ոչ թե խաչակնկվում է, այլ ձեռը դրել է սրտին։ Գիտեք ինչ ժեստ է, մասոնական ժեստ է, հեսա ձեզ ցույց կտամ։ Նայեք։ Իհարկե, Հռոմի պապը քրիստոնյա չի։ Իհարկե սատանիստ մասոնը, քրիստոնյության տակ թաքնված հրյաներն են։ Վերջի Հռոմի պապուն հայտարարեցին, որ ինքը հայ է, կներեք, նույն ջևուդն է ժողովուրդը, որ ինչ ստորություն անեն, գցեն հայերի վրա, որ ժողովրդի մեջ են մարտակեր, արունախում, Հռոմի պապերը ասոցիացվեն հայ ազգի հետ, են հիմա լկտիությունները, որ փորձում են գցեն հայերի վրա, այո, հայի հոգևոր հակոստի տակ թաքնված թուրքաջևուդները, այո, իրանց լկտիությունները արել են, որ վարկաբեկեն հայ առաքելական եկեղեցին և մեր հայ հոգևոր հայրերին։ Քերակնկա մասին, քերակնիկ են, փորձեցին կպցնել, չստացվեց։ Քննչական կոմիտեն հերկեց, որ այդ վիդեոն իրական վիդեո է։ Այդ վիդեոն իրանց սարկած վիդեոն էր, ոնց որ Մանվել Գրիգորյանի գլխին տուշոնկա գործն էին սարքել։ Հիմա ժողովուրդ ջան։ Քերակին մենք բոլորս էլ գիտենք, որ եկեղեցի մտնելուց ուսերը պետքա կնոջ փակ լինեն, հագուստը պետքա լինի չոքից ներքև, որ չոքերը փակ լինեն։ Իսկական հայ քրիստոնյա կնոջ տեսքը, որ ինքը պիտի մտնի եկեղեցի։ Էսի Աննա Հակոբյաննա կաթողիկոսի հետ հանդիպման է գնացել։ Նայեք, առնան գույնի կարմիր հագուստով, ուսերը բաց, նստել է այնց, որ չոքերը գցել է իրար վրա, գիտեք, որ եկեղեցում սենց նստել դակժը չի կարելի, անգամ սենց նստել չի կարելի, ոտը ոտի վրա գցած։ Չոքերը բաց է, հիմա այս նկարի մեջ ով է դուրս ընկած, ով է նամուսով մարդ։ Տղամարդ հալով հագված է զուսպ, կին հալով ամենահայոց կաթողիկոսի դեմ, տղամարդու դեմ, եկել է նստել է, ոնց որ իրան ղրերում լինի։ Էս։ Նայեք։ Քերագին են ման գալիս։ Էս է քերագին։ Քերագինի ավելի ուրիշ նկարները ցույց տամ ժողովուրդ ջան ձեզ։ Տարածում ենք, այդ հիմա որ ավելի շատ մարդ տեսնի, ես քերագինի, իրական քերագինի նկարը ձեզ ցույց կտամ։ Նկարված է Ջերմուկի հյուրանոցների մեկում։ Սրա նստելու ձևը նայեք սկզբից, նայեք ինչ նկարներ է տվել նկարել պատին, տուֆի վրա, ու այդ ֆոնի վրա ինքը նկարված է, ոտը հանե տնկե, բերտին նստած ելածը,
ատորին նստելա կոֆեյա խմում։ Նկարները խոշորցնում եմ։ Գժվում են, որ ես նկարները խոշորցնում եմ ու տարածում եմ։ Խնդրեմ։ Կամասուտրայի պոզաներն են, ժողովուրդ ջան, քեռանկին են ման գալիս։ Կամասուտրայի պոզաները այդ ֆոնի վրա նկարված է երկրի ղեկավարի ոչ կնոջը, կնոջ դեր տանողի ջվուտ բոզնա նկարվե։ Ու այս բոզերը որոշել են մեզ հայերից դաստիարակեն հայարակելական եկեղեցին վերանորոգում են, հա, իբր թե ներսում վերանորոգում են կատարում, ոնց որ իրանք պիտի սրբություն ու մաքրություն բերեն, այլասերվածությունը հանեն, սրբություն ու մաքրություն բերեն, ոնց որ արեցին սիրո հեղափոխություն, ոնց որ մենք հայերովս իրար էին կզում, սիրո հեղափոխություն սարքեցին, այնտեղ մի հատ ջվուտ կա, պիտի դաժան մահով սատկի, թլոշ Հայկոն։ Այո, Հայկո Մկոյի թայը, որ հակավ սպիտակ մայկեն նժդեի պատկերով, Էլավ հայտարարեց ազգին սև ու սպիտակ, կիսեց ազգին սև ու սպիտակ, ընտանիքներում ազգի մեջ բոլորին գցին կռիվ։ Այդ են սիրո հեղափոխություն էր, իրականությամբ այլասերվածների ազատ, ոչ թե հոգևոր սիրո, այլ ֆիզիկական, դա սեր չի, ես չգիտեմ էդ ինչ ասեմ, կենտանին, որ կենտանի է, տարին մի անգամ կամ երկու անգամ է զբաղվում դրանով, որ ասու տված պատոմստվը ունենա, կյանքը շարունակվի, տեսակը պաշտպանվի, սրան գիշեր ցերեկ, օրը 24 ժամ, տարին 12 ամիս, ուզում են իրանց բոլոր ծագները բավարարեն, և ներքևի երկու ծագը, և վերևի ծագը, ժողովուրդ ինձ կներեք, ինչ որ կա, вещи нужно называть своими именами։ Հիմա ձեզ ցույց կտամ մյուս կտրտեցին, հա, նորից կշարունակեմ, երևի այդ պային հատուկ կտրեցին, սրանք ուզում են տարին 12 ամիս, օրը 24 ժամ, մարմինի վրա 3 ծակ ունեն, 2 հատ ներքևում, մի հատ վերևում, կներեք ինձ հայեր ջան, տարին 12 ամիս, օրը 24 ժամ, իրանց ծակները բավարար են։ Հիմա ցույց կտամ ձեզ խաչակիրների, ղեկավարին, որ եկեղեցու համար, հայարակելական եկեղեցու համար կռիվ է տալիս։ Գիտեք ինչ պաշտոն ունի։ Եվրազեսի ամբողջ բիզնեսմենների ղեկավարն է։ Շեդևրալնի պիպոն։ Գիտեք, որ Էջմիածինում սինագոգա է կառուցում, այդ հենց խաչակիր է, այդ հենց քրիստոնյաներին է պաշտպանում Դոն Պիպոն։ Ուրեմն Սուրբ Էջմիածինի դեմ շինարարություն է գնում, լուր են տարածել, որ մարդիկ չհասկանան, որ սինագոգա է, լուր են տարածում, որ սրճարան է կառուցվում։ Իրականությամբ ժողովուրդ ջան, կառուցվում է սինագոգա։ Էսի թերթի միջի հոդվածը, էսա ստոպ կադր կարակ անեք, նայեք, խոշոր ծրել եմ նկարները ձեզ, որ պարզ տեսնեք, Պիպոն Ռավինի հետ և կխոշորցնեմ, որ տեսնեք Պիպոյի գլխին ինչ կա, ժողովուրդ ջան։
ջվուդական գարշուկը։ Տեսակ։ Այսենց 800,000 հրյաները, ջվուդները մտել են մեր ազգի մեջ։ Իրանց գրել են հայկական ազգանուններ, այո, սրանք որ բողոքում են իմ վրա, տանում են հասցնում են ինձ ոստիկանություն, 2 ոտով կրակն են ընկնում։ Ես նստում եմ ոստիկաններին, այս վիդեոները ցույց եմ տալիս, որ Հայաստանում 800,000 և 2,000 ընտանիք ջվուդներ կան։ Վիդեոն ցույց եմ տալիս։ Պրես կոնֆերենցիա է տվել, նա կամերո։ Երկրորդը հարց եմ տալիս արդեն իրանց, միլպետներին էլ, քնճականներում էլ, ասում եմ, ամբողջ Հայաստանի ինֆորմացիոննի բազան քաղաքացիներին ձեր մոտ է, ճիշտ է, պասպորտ սեղանի, այո, ովիր ունեք։ Դուք կոյնե մի հատ ջվուդական ազգանունով Հայաստանում ինչ-որ որևէ մեկին ջվուդի ազգանունով կարակ ցույց տաք, ասին չէ։ Հարց եմ տալիս, բա ուր են իրանք։ Բա ուր են այդ 800,000 և 2,000 ընտանիք։ Այո, հայերի անունի տակ թաքնված հայախոս մեր հայերի պարերը սովորել են, երկերը սովորել են, երաժշտությունը սովորել են, իհարկե մեր նման էմոցիոնալ ու գեղեցիկ չեն կատարում։ Մեր հայկական տոլմեն զղթգվում են ու մեզ սպանում են ներսից, ժողովուրդ ջան։ Այո, այդ ինֆորմացիան, ուր որ ինձ քաշում տանում են, բողոքում են իմ վրեն, այդ ինֆորմացիան ես այնտեղ տարածում եմ, հիմա։ Բրյուսելից գիշեր ցերեկ թույն ու թարախ տարածողը Սահակ Գալստյանն է, նայեք, ժողովուրդ ջան։ Ուշադիր նայեք գլխավերևը, պատին։ Հիմա խոշորացրած ցույց կտամ։ Սահակ Գալստյանը Քորլևոնի մորկուրի տղեն է, փիլոնազուրկ եղած է։ Մի ժամանակ ասեմ ձեզ, Քորլևոնը նաև ճեմարանում է դասավանդել, այդենց մտել են իրանք մեր եկեղեցին։ Մի ժամանակ սա իրան լայվեր անում էր, Քորլևոնի նկարը տեսել եք պապիրոսը, որ ծխում է գողական ձևով, իբր թե մատենադարանում գիտնական էր աշխատում։ Քորլևոնի նկարն էր գլխի վերև, երբ որ ես էսի տարածեցի, քորի նկարն հանել է, հիմա նայեք, խոշորացնում եմ իրան գլխի վերևի խաչը, ժողովուրդ ջան։ Ասեք, լույսն անկնում, ձեզ լավ ցույց տամ։ Նայեք իրան գլխի վերևի խաչ։ Դուք տեսնում եք, որ խաչի վերևի վերտիկալ փայտի վերևը չկա։ Դրա տեղ ցիրկուլն է։ Նայեք, իրանց երանգյունն է, տեսնում եք, տակի մի րոպե, ցիրկուլի տեսքը տեսնում եք։ Ահա, իրանց մասոնական զնակը։ Հələ մի հատ նայեք Քրիստոսի մարմինը, ինչ իերոգլիֆները թուղթուկիր արված իրանց կաբալայի, չգիտեմ ինչ գրառումներ, ինչ նկարներ են արել։ Մոշիախի գլուխը նայեք Քրիստոսի գլխի վերևում և Քրիստոսի տեսքը, դևի տեսքով։ Սրանք կաթողիկոսի դեմ
կռիվ տանողներն են, ժողովուրդ ջան, սրանք իբր թե գալիս են մեր հայ առաքելական եկեղեցին պղծողներից մաքր են։ Տեսաք, ովքեր են։ Դальше ցույց տամ ձեզի, ժողովուրդ ջան։ Էսի Թուրք Փաշազադեն է, նայեք։ Այս սիմվոլը տեսնում եք մասոնական։ Ջվուդական սև շլապեն էլ դնում է գլխին գյադաշը։ Իրան լավ ազգում։ Նույն ժեստով, նայեք, Թուրքիայի քաղաքական գործիչներն են։ Նույն ժեստն է, նայեք։ Նույն ժեստն է։ Էսա, Թուրքիայի քաղաքական գործիչը, էս էլ Նիկոլի ժեստն է, նույն ժեստերն է, ժողովուրդ ջան։ Ուշադիր նայեք էս թուրքի ռոժին եւ երջանիկ ժպիտը նայեք։ Էրդողանի ռոժով գիրկը դրեդոշին իրան լավ ազգում։ Հիմա ինտերվյու է տվել օպերայի թատրոնի տնօրենը Կարեն Դուրգարյանը։ Սա վիդեոն կմիացնեմ, ժողովուրդ ջան։ Խոսում է նրա մասին, որ իրան մորական կողմը հոգևորներ են, որ 18-ին Մայրաթոռում հայոյողների Որ- Սովետի ժամանակ եկել են իրանք Հայաստան, Սիբիրն են աքսորվել, հիմա ապրում է անկախ ազատ հզոր Հայաստանում։ Ես չեմ կարա ասեմ իրան մորական կողմը իրոք հոգևոր են, թե չէ, շատ հնարավոր է, բայց ինքը չի խոսում հայրական կողմի մասին։ Ով չգիտի, որ ջվուդները ներխուժել են, ինչ կան ճանաչված կան, իրանց ընտանիքներ, որ այդ կարևոր մարդկանց ընտանիքի արդեն նոր սերունդը լինի ջվուդական, բայց ինքը ներկայացնում է այդ կարևոր, թեկուզ մտավորական, թեկուզ հոգևոր, այդ թեկուզ բիզնեսմեն, թեկուզ քաղաքական գործիչ, թեկուզ գրող, մտնում են իրանց ընտանիքներ, արդեն իրանցից ծնված երեխեքը, այդ գենը կրողը, այդ անուն ազգանուն կրողը, արդեն ջվուդ է, թաքնված հոր ազգանունի տակ։ Ժողովուրդ ջան, Սուրբ գրքի մեջ, որ գրված է զավակները գելնեն ծնողների դեմ, եթե դա единичный случай լիներ, թակուբիր լիներ, հաստատ Աստվածաշունչի մեջ գրված չէր լինի։ Սրանք հենց խառնածինների մասին է խոսքը։ Ասեմ իմանաք, երկու կողմնանի ջվուդները ուրիշի հետ չեն ամուսնանում, որ իրանց էլիտան պահեն կառավարողների։ Օրինակ, ջվուդ կինը ամուսնացրել է իրան վրա, թուղթուգրներով, խմիչքներով, տարբեր ձևի նյութեր են սարքում մարդուն խելքահան են անում, ամուսնացնում են իրանց վրա, քնում են հետները, իրանցից ծնված երեխեն կրում է հայ տղամարդու ազգանունը, խոսում է հայերեն, պարում է հայոց պարեր, երգում է հայոց երգեր,
ու քանդում է հոր տովմը։ Մորական ծրագրով յուրաքանչյուր ջվուդը իծնե ինկարտեն սպեշի ագենտ Մոսադը, կոչվում են Սայանիմ, մտեք ինտերնետ, խփեք Սայանիմ, ձեզ կբերի ինֆորմացիան, որ յուրաքանչյուր ջվուդը ինքը արդեն սպեշի ագենտ Մոսադը, այսինքն մոր կողմի ծրագիրը կատարելով, իսկ մենք գիտենք, որ Իսրայելի Քնեսետում պաշտոնական Израиля на уровне министра иностранных дел высказались о том, что հայտարարել են նրա մասին, որ Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում։ Այսինքն մորական ծրագրով իրանք ոչնչացնում են իրանց արմատները։ Այ դրանց մասին է, որ զմիու պրիկրել, օծին ծոցը տակածրել է, այո, ջվուդ կնոջ հետ ամուսնանալ, դա նշանակում է օծին ծոցը տակածնել, այդ օծի ձակը ելնում է այդ ծառի արմատները գզում է, չորացնում է, սպանում է, ժողովուրդ ջան։ Այ դրանք են այդ սրբապիղծները, որ ելնել են ծնողների դեմ։ Հիմա գերեզմանակարի վրա ելնող թուրքաջվուդը հայ չի կարա լինի։ Չի կարա կյանքում հայը, անգամ եթե օտը չի հերիկում, ելնի կաթողիկոսի գերեզմանի վրա։ Տեսենք, Կարեն Տուրքանյան, դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում հայոյողների ու տաճարի դուռը կոտրողների առաջամարտիկներից մեկը ըստ տարածված տեսանյութերի ձեր օգնականն էր եւ ինչպես մամուլում եղան տեղեկություններ, նաեւ ձեր զարմիկը եւ խնդրեի մեկնաբանեք, ինչպես եք գնահատում նրա այդ օրվա գործողությունները, արդյոք դրանք շարքային խուլիգանի վարք ու գործողություններ չէին։ Գիտեք, 30 տարի եւ ավել Հայաստանում տեղի ունենում խուլիգանական հարարքներ ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաեւ պարլամենտում։ Հիշացնելով տարբեր տեսակի շմայսներին եւ նմաններին, որոնք ցավոք սրտի ղեկավարում էին այս երկիրը։ Եվ ցավոք սրտի իմ կյանքից գոնե 30 տարի տարան իրանք։ Եթե մարդը ցանկացած քաղաքացի խուլիգանություն է անում, հետեւաբար այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ։ Եվ եթե դա ապացուցված է, ուրեմն թող այդ մարմինները, ովքեր զբաղվում են նման հարցերով, իրանք պետք է զբաղվեն, այսինքն սա իրենց տիրույթում է գտնվում։ Դուք տեղյակ եք, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ձեր օգնականի գործողությունների Գիտեք, այն մարդիկ, ովքեր դա արել են, ես չեմ կարծում, որ իրենք Հայաստանի Հանրապետության ամենա, այսպես ասած, կրթված եւ կրթված եւ այսպես ասած մակարդակով մարդիկ են, բայց ինչևէ, իրանք իբրև քաղաքացի իրավունք ունեն քայլեր անելու, որի համար նույնպես կրկնում եմ, կտեղափոխենք մեկ այլ դաշտ։ Ամեն դեպքում այդ գործողությունները դուք որպես ղեկավար համարում եք խուլիգանական գործողություններ։ Իհարկե համարում եմ, որ դա խուլիգանական գործարք չէ, որովհետև եթե դուք ուշադիր եք նայել այդ տեսագրությանը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ եւ շատերը ընկել էին հատակին եւ շատերը նաեւ շնչելու հնարավորություն չունեին, որովհետեւ գիտեք սեղմված էին եւ իմ եղբայրը փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի եւ ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ կողքը կանգնած էր նաեւ հոգեվորական
որը ինֆարկտ ստացավ, Ներողություն, ես չգիտեմ ինչ է ստացել, Աստված իրեն առողջություն եւ ընդհանրապես բոլորին առողջություն։ Եվ իմ եղբայրը փորձել է մարդկանց ուղղորդել, որպեսզի հանկարծ այն մարդիկ, ովքեր ընկած են եղել ներքևը, հանկարծ ոտքերով իրանց վրա չգան։ Մնացածը իրավապահները թող որոշեն եւ իրենց կարծիքը հայտնեն։ Պարոն Թուրքարյան, ամեն դեպքում այդտեղ ներկա եւ ձեր Ուրեմն խոսում է նրա մասին, որ Պարլամենտում 30 տարի բոլորտեղ խուլիգանություն է տեղի ունեցել, իրան կյանքից 30 տարի խլել են շմայսները։ Հիմա իրան կյանքը վերադարձրել են։ Այսինքն, որ շմայսը կռիվ է տվել Արցախի համար, իսկ իրանք եկեղեցու դռներն են ջարդում, շմայսները խուլիգանություն են կատարել, իրանք ընդհանրապես ուզեցել են օտափոխվել։ Այսինքն Արցախը թուրք փաշեն հանձնեց հայերին եղեռնուկը ենտարգեց, Արցախը հայաթափ արեցին, Հայաստանից ինչքան հողեր տվեցին, 600 հոգի տղա մենակ 2023 թվին ջերմուկը գյոզերով հանձնելով ջերմուկի հողերը, իրան համար էդի ոչինչ է, ինքը կյանք է, կյանքն է իրան վերադարձել, ինքը երջանիկ է, հզոր Հայաստանում է ապրում, Արցախը տվին թուրքին, ջհուդին, 20,000-ից ավել տղա կոտորեցին, 10,000-ից ավել ինվալիդ դարձրեցին, ինչքան որտեղ կորուստ մայրեր, ինչքան իրանց ամուսիններին կորցրած կանայք, ինչքան երեխեք իրանց ծնողներին կորցրած, ինչքան տղեկ այնտեղ պլինունա օրգանի, ինչքան անհայտ կորած են, ինքը կյանքն է վերադարձրել իրան։ Նիկոլը իրան կյանքի է վերադարձրել։ Էլ ում համար այդ 30 տարի կորած էին, իսկ հիմա ինք կյանքի է վերադարձել, եթե ոչ ջհուդի սիրտն էր տրակվում, որ Արցախը վերադարձավ հայերին, իսկ հիմա Այսքան հայ կոտորվեցին ու Արցախը տրվեց թուրքաջհուդներին, իհարկե միայն թուրքաջհուդն է երջանիկ դրանից, մենակ թուրքաջհուդն էր անբախտ 35 տարի։ Էլ ոնց է բացույցեմ, որ մենակ թուրքաջհուդի ձեռը կբարձրանար, հարձակվեին հայ առաքելական եկեղեցու վրա, մենակ թուրքաջհուդի երազանքն է, կաթողիկոսին, որ բոլորտեղ խոսում է 15 թվի եղեռնու մասին, անգամ Թուրքիայում, որտեղ որ արգելված է, ինքը խոսածել է հայոց եղեռնու մասին, բոլոր միջազգային ատյաններում դնում է հայերի եղեռնու մասին, Արցախի եղեռնու մասին, հայերի վերադառնալու օրակարգը, իհարկե նման կաթողիկոսին իրանք ուզում են հոշոտել։ Շարունակենք, լսենք այս մտավորականին, որ աղբերը ընդամենը ուզեցել է օդ շնչել։ Ժողովուրդ ջան,
Երբ որ հունվարի 28-ին պատերազմից հետո մեզ խաբեցին, ցույց կազմակերպեցին, դրանից հետո մեզ տարան Եռաբլուր, որ Նիկոլը պիտի գնա Եռաբլուր, մեզ չթողեն, մենք չթողենք, Նիկոլը գա մահացածների գերեզմանին։ Ոստիկանները իմ ձեռքերից բռնել են, սեղմել են ու ինձանով բրտում են ամբողջ այդ ժողովուրդին։ Ես եմ վաղ չգիտեի, որ բեմադրությունը մենակ ես եմ ենտեղ հայ։ Սա իրանց ջհուդներն էին, խաղում էին պրոտիվստայանի։ Ժողովուրդ ջան, ես իրոք արդեն խեղդվում էի, ուշքս անցնում էր, երկու կողմից ինձի ծիսկիների նման սեղմել էին, բայց ես ոչ խոսալ կարայի, ոչ գոռալ կարայի, բա այդ որ օդը չէր հերիքում, այդ ոնց էր կռվում, ղժում, ճճում։ Ոտերի տակ ընկած մարդ ոչ էլ եղել ա ժողովուրդ, խաբում են, ոտերի տակ իհարկե կադրեր չեն կարողացել կորեսպոնդենտները նկարել, խաբում ա, որ այնտեղ մարդիկ են ընկած եղել։ Ինչքան բարբարոսաբար են իրանց պահել, որ Վարդանես հայրը սրտի կապված է ստացել մարդը, ասում է ես չգիտեմ այնտեղ ինչ ա եղել, յա լուրջ, այսինքն քո աղբորը օդ չի էր հերիքում, էդ ինք լավ տեղյակ ա, իսկ որ մարդը ինֆարկտ ա ստացել, ասում է ես չգիտեմ այնտեղ ինչ ա եղել, իրան չի հետաքրքրում, ոնց որ չեն հետաքրքրում մեր զոյերը, կարևորը ինքը վերադարձել ա կյանքի, շարունակենք։ Մի րոպե, սա ժողովուրդ ջան։ Դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում հայհոյողների ընտանիքի մեջ մեծացած երիտասարդը եղել, որը 3 տարեկանից վեհափարի հրաժարականը պահանջելու գնահատական հավատացյալների համար եւ չկան մնացածը իրավապահները թող որոշեն եւ իրենց կարծիքը հայտնեն։ Պարոն Թուրքարյան, ամեն դեպքում այդտեղ ներկա եւ ձեր եղբոր կողքին գտնվող հոգեվորականներ պնդում են, որ նա ուղղորդում էր ամբողջին քաղաքացիներին ներխուժել տաճար։ Շատ լավ, ներողություն։ Տաճար սովորաբար չեն ներխուժում, այլ տաճարի դռները միշտ բաց են լինում հոգեվորականների կամ հավատացյալների համար եւ պետք է նաեւ ասեմ մեր սիրելի հանդիսատեսին, որ իմ եղբայրը մորական կողմից գոնե հոգևորականների ընտանիքի մեջ մեծացած երիտասարդը եղել, որը 3 տարեկանից աղոթքների ուրեմն աղոթքները իրեն ամենօրյա առօրյան է եղել եւ Տեր Գևորգյանները լինելով բավականին լուրջ հոգևորականներ Լիբանանում, չեմ կարծում, որ իմ եղբայրը լինելով այդ ընտանիքի զավակ կարողանալ հոգևորականի նեղացնել։ Դա իմ կարծիքն է։ Պարոն Թուրքարյան, ամեն դեպքում դեկտեմբերի 18-ին հայտնի այդ օրը աշխատանքային ժամին Ուրեմն խոսած նրա մասին, որ եկեղեցին նորից դնել է։ Ուրեմն այս հատվածը իրեն որ նա ուղղորդում էր ամբողջին քաղաքացիներին ներխուժել տաճար։ Շատ լավ, ներողություն։ Տաճար սովորաբար չեն ներխուժում, այլ տաճարի դռները միշտ բաց են լինում հոգևորականների կամ հավատացյալների համար եւ պետք է նաեւ ասեմ մեր սիրելի հանդիսատեսին, որ իմ եղբայրը մորական կողմից գոնե եկեղեցի դռները ասում եմ միշտ բաց են լինում, չի ներխուժել։ Ուզեցել է մտնի, աղոտ կանի։
Հիմա իրան ցույց տամ իրան հզոր պետություն ստեղծող Նիկոլի Ասկայր որ եկեղեցու դռները փակ չեն լինի։ Հակեցիք, որ հանձնեք վահա։ Վերանից է չպետում ասամ։ Առավոտյան որևէ տեր հայր էստեղ չի լինելու։ Հա, քահանա չի լինելու։ Ինչպես որ հայտարարվել էր։ Այսինքն խուսափելու համար ավելորդ բախումներից ինչ է գրված այստեղ։ Պլոմբեցիք, որ հանձնեք։ Եվ քանի ժամ հետո պիտի վերցնեք եկեղեցին։ Օրվա երկրորդ կեսին թող Աստված ինձների մարտահայտության համար հարսանիքի զալի պես դատարկվեց եկեղեցին, որ տրվի կեղծ սեսերի համար։ Կներեք, իսկ ես ճիշտ եմ հասկանում, եթե թեմ Եկեղեցին պլոմբվեց, ոչ թե սովորական անգամ փակվեց։ Եկեղեցին ածեն պլոմբումա, որ Նիկոլը գա նամազը անի մեր եկեղեցում, ոչ մի հատ մոմ չի վառվում իրան եկած բանդայի կողմից, քանի որ սիկտանտներ թուրք ու ջհուդներ են, նույնը արվելա բոլոր եկեղեցիներում, որ ժողովրդի համար այդ պահին եկեղեցին, երբ որ Նիկոլը այցելում է նամազի, եկեղեցին փակված է հայ ժողովրդի դեմ։ Ասма եկեղեցին միշտ բաց է եւ կարան միշտ գնան աղոթեն։ Էսա մի հատ էլ վիդեո ցույց կտամ ժողովուրդ ջան, որ ինքը նեղվում է, որ իրանց չեն թողե մտնեն եկեղեցի։ Այս վիճակը հիմա ցույց կտամ ես։ Ես ձեզ ասում մեր Կարեն Դուրգարյան եկեղեցիները փակվում են հայազգի համար Նիկոլի այցելելու համար պատասխանիր ինձ ինչ իրավունքով եկեղեցու դռները փակվում են հավատացյալների դեմ, հայերի դեմ Իսկ ով քեզ իրավունք է տվել սուտ խոսալ դու հոգևորների ընտանիքի ներկայացուցիչ ես նի много ни мало մտավորական ես արվեստի բնակավայրի էնել Հայաստանի օպերայի տնօրենն ես Ոնց կարելի է սուտ խոսալ, որ Հայաստանի եկեղեցիները բոլորի համար բաց են։ Դու քորես ինչա կատարվում Հայաստանում, որ եկեղեցիները ածեն փակում է, ոնց որ խանութը փակի։ Ոնց որ պահեստ փակի, պլոմբեն։ Իսկ եթե դու այդքան կույր ես, եթե դու կամ հասկացողություն չունես, կամ եթե դու շուլեր, Փաշազադեի նման, ասել հայերին կռուտի տես անում,
կյանքիս մեջ ժարգոնով չեմ խոսած, իրանց հետ նման ձևով պիտի խոսաս։ Դու ինչ գործ ունես ընդհանրապես օպերայում։ Դու օպերայում անգամ հատակը ավլելու, ունիտազը մաքրելու բարոյական իրավունք չունես։ Շարունակեմ սրա ելույթը, ժողովուրդ ջան։ Խոսում է նրա մասին, որ եթե չխոսային, որ եղել է իրան աղբերը, այդքան աղմուկ չէր բարձրանա։ Ասեմ ձեզի, ես եկեղեցու բակից որ դուրս է ելնում, ես արդեն եմ լսել, որ օպերայի աշխատողներն են եղել այդտեղ, ես զարմացել եմ, ժողովուրդ ջան, ես զարմացել եմ օպերայի աշխատողները ոնց կարան գան, ուզենան գրավեն Սուրբ Էջմիածինը, իսկ Կարեն Դուրգարյան, եթե նույն բանը անի հայ ազգը օպերայի հանդեպ, դու ինչ կխոսաս, չնայած իրանք համարյա նույնն են արել, հարձակվել էին Օրբելանի վրա, նագլիով գործից հանեցին, Են մարտը դատարանի միջոցով վերակայնվեց, մինչև 24 թիվը աշխատել է, 24 թվից հետո իրան հրավիրեցին Նյու Յորքի օպերան, գնացել է այդ մարդն այդտեղ։ Նույնը արել են, ինչ որ Էջմիածինի կաթողիկոսի վրա մարդիկ ուղղակի պրոֆեսիոնալ են արդեն այդ գործի մեջ, իրանց խուցպա նագլությունը արդեն դրիսիրովկա եղած են իծն է, այդ որ եվրեյներն ասում են, ջվուդներն ասում են նագլի ստարոյի շայստի չլավեկը, դրա համար ինք ասում է 30 տարի կյանքից խլել են, հիմա ենք երջանիկա, խլելով գալիս են, օպերան խլել են, հիմա էլ Էջմիածինն են ուզում խլել, կուլտուրայի բնակավայրը խլել են, իմիջայլոտ, չգիտեմ, ինչ կանով է ճիշտ, ինչ կանով է սուտ, ժողովուրդ ջան։ Հոդված եմ կարտացել, որ օպերայի պատվալում ռիտուալներ են անում, ռոկերներ են հավաքվում, ինչ են այդտեղ անում, գկա ժամանակը մենք սաղ կհասկանանք, հիմա։ Կտեղափոխվենք մեկ այլ դաշտ։ Ամեն դեպքում Համատացյալ իրավունք ունի մուտք գործել եկեղեցի եւ ստանալ աղոտ, օրհնություն կամ ուղղակի դու կարող եք ճշտել ում հրահանգով է այնտեղ եղել։ Ինքը արդյոք իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազատություն չունի եւ պետք է իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազատություն չունի եւ պետք է ասեմ, որ ինքը ազատ գրաֆիկի մեջ է ընդհանրապես եւ երրորդը, որը ամենակարևորն է, ցանկացած մարդ հավատացյալ իրավունք ունի մուտք գործել եկեղեցի եւ ստանալ աղոտ, օրհնություն կամ ուղղակի լուր լսել աղոտ։ Հետևաբար գործողությունները, ինչ որ դուք ասում եք 18-ի հետ կապված, կոնկրետ ես այդ ժամանակ ներկայացման եմ եղել, այսինքն վերջի պատրաստվածություններն են եղել եւ չեմ կարող գնահատական տալ, նամանավանդ չեմ էլ ցանկանում գնահատական տալ, որովհետեւ գոնե այս 30 տարիների ընթացքում շատ բան է փոխվել նաեւ եկեղեցիական կառույցներում, հետեւաբար գնահատական տալը անիմաստ է։
Դեկտեմբերի 18-ին եղան մամուլում տեղեկություններ, որ իշխանություններից հրահանգ է իջեցվել բոլոր պետական կառույցներին, որ մարդաքանակ ապահովեն այդ հավաքին։ Արդյոք հրահանգավորված պետական կառույցից ձեր օգնականը այնտեղ գնացել էր հավաքի մասնակցելու եւ նաեւ որ նշեցիք, որ աղոթքի են գնում։ Պարոն Դուրգարյան, մենք գիտենք այդ օրը քաղաքացիները չէին գնացել սովորական աղոթելու, նրանք գնացել էին վեհափառի հրաժարականը պահանջելու կամ ի պաշտպանություն նրա։ Շատ լավ։ Դուք տեսել եք, որ աղոթող մարդը քացիներով դուր զարգի ջարտի, որ ուզում ընդամենը մտնի աղոթի ու մոմ վառի։ Դուք այտենց հավատացյալ պատկերացնում եք, ժողովուրդ ջան, որ տարիքով մարդ նստած է նագլիով սուտ է խոսում։ Իսկ եթե օպերայի աշխատողին ինքը քաղաքացի է, ոչ թե որպես օպերայի աշխատող եք եկել, գլխականակ ապահովեք խուժանության, խուլիգանության, իսկ ինչի հոգևորը որելնում է, խոսում է իշխանության դեմ, իրանց բարբարոսության դեմ, դուք ասում եք դուք հոգևոր եք, բերանդ փագի։ Նա էլ է Հայաստանի Հանրապետության ոչ թե քաղաքացի հայը, այլ տերն ու տիրականն է։ Ժողովուրդ, մեզ սովորեցրել են մենք քաղաքացի ենք, մենք հայերս քաղաքացի չենք, մենք տերն ու տիրական ենք մեր հայրենիքին։ Շարունակենք սրան լսել։ Դուք տեղյակ եք, եթե դուք տեղյակ եք, ուրեմն դրուցեք եւ դաշտը բաց է եւ տարբեր կարծիքներ կա։ Չեք կարծում, որ օպերային եւ բալետի թատրոնի աշխատակիցները պետք է ամեն դեպքում զերծ մնան նման քաղաքական ակցիաների մասնակցելուց, որտեղ հանրության մոտ կարող է այս կառույցը իդեմս այդպիսի աշխատակիցների ասոցացվել որպես իշխանական օրակարգ սպասարկող։ Իրականում ձեր ասած 100% ճշմարտությունն է եւ ես վստահ եմ, որ դուք իրավացի եք, բայց նորից եմ ուզում կրկնել, մարդիկ աշխատանքից դուրս լինելով ֆիզիկական անձ, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրանք իրավունքները ունեն։ Այո, եթե դա լիներ թատրոնի ներսում, որովհետև մենք կարծեմ, թե արգելում ենք որևէ մի ժողով կամ որևէ մի գրասենյակի նույնիսկ միջոցառում թատրոնը, որովհետև վերջի գոնե 3 տարիների ընթացքում որևէ մի քաղաքական ուժ լինի դա իշխանական կամ ոչ իշխանական, օպերային թատրոնի ներսում որևէ մի ժողով չեն անցկացրել։ Նորից եմ ուզում կրկնել, իբրև քաղաքական ուժ։ Իսկ ուզում եմ հիշեցնել տարբեր տեսակի ՀՀՇ-ները, ՀՀԿ-ները, օրինաց երկիրները եւ այլն օգտագործելով ժամանակին իրենց ուժը օպերային թատրոնի շենքը օգտագործում էին իբրև ժողովների սրահ։ Գոնե 3 տարի է ես իմ հիշողության մեջ չեմ հիշում, որ օպերային թատրոնը զբաղվել որևէ նման մի բանով։ Ուղղակի հիմա ավելի շատ SMS-ներ։ Հիմա ցույց կտանք որպես օպերայի ղեկավար իրանց էջը։ Ժողովուրդ ջան, օպերայի թատրոնի ղեկավարի էջը։ Ասում մեռնում է ասկայրը։ Վահանավանքում Բայ, մոդս չկա։ Ամբողջ էջը Նիկոլ են քարոզում, այսինքն մտավորականի օպերայի ղեկավարի էջը ամբողջությամբ ոչ թե օպերայի գործնեության կամ իրանց ծրագրերի մասին է, այլ Նիկոլի կուսակցությունը գովաբանելու մասին է, ժողովուրդ ջան։ Հիմա Արունակել դաշ։ Մեռնում ասկայրը։
Դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում հայոց Մարդիկ աշխատանքից դուրս ուժը օպերային թատրոնի շենքը օգտագործում էին իբրև ժողովների սրահ։ Գոնե 3 տարի ես իմ հիշողության մեջ չեմ հիշում, որ օպերային թատրոնը զբաղվեր որևէ նման մի բանով։ Ուղղակի հիմա ավելի շատ SMS-ներով, հաղորդագրություններով չէ կոորդինացիա։ Դուք եթե ժամանակ ունեք SMS-ներով, մենք ուղղակի դրա ժամանակը չունենք, որտեղ ամիսը 2 նոր բեմադրություն ցույց տալով թատրոնում մենք դրա ժամանակը չունենք, հավատացեք մեզ։ Դա մեկ անգամ էլ ֆիքսում է, որ երևի թե դուք այդքան էլ ժամանակ չեք ունենում հաճախել թատրոն, որը կցանկանայի ուղղել։ Պարոն Դուրգարյան, ամեն դեպքում այդ դեպքից հետո, հայտնի տեսանյութից հետո դուք ձեր օգնականի հետ զրուցել եք կամ որևէ տուժ տուգանք, նկատողություն։ Որևէ մի տուժ տուգանք չի կարող լինել, որովհետև նորից եմ կրկնում, եթե իրավապահները կգտնեն, որ ինքը իսկապես խուլիգանություն է արել, այն ժամանակ վստահ եմ, որ տուժ տուգանք կլինի, բայց նորից եմ ուզում կրկնել, ես չեմ հավատում, որ իմ եղբայրը, որովհետև գիտեք ինչ, նույն այդ տեսանյութի մեջ դուք չեք կարող որևէ մի բան ինձ ապացուցել, որ ինքը որոշակի գործողություն է կատարում, եւ գիտեք, ցավը կայանում է նրանում, ես իմ կարծիքը հայտնեմ։ Եթե որևէ մեկը չասեր, որ դա օպերային թատրոնի աշխատակիցն է, այսքան աղմուկ չէր բարձրանա եւ ինչ որտեղ ես տարբեր ժամանակներ լսում եմ, որ հերիքա օպերային թատրոնը գովազդեք։ Այսինքն ինքը ջղայնացած է, որ շեշտել են, որ օպերայի թատրոնի տնօրենի եղբայրն է, գլխավոր ռեժիսորի եղբայրը չի Զարմիկն է։ Այո, շատ կարևոր է, որ մենք հասկանանք մտավորականի պահելաձևը եւ բարբարոս պահելաձևը Սուրբ Էջմիածինի հանդեպ։ Այսինքն մենք պիտի հասկանանք մեր թատրոնում ձերկերումը ինքը չի էլ հասկանում արժեքը իրան պաշտոնի ստատուսը, որ իրանք նման ձև չպիտի վարվի, ինքը դա չի հասկանում, մեղադրում է մարդուն, ով որ առաջինը տարածել, ասում է, եթե չշեշտեին, այսքան աղմուկ չէր լինի, այսինքն նորմալ կլիներ։ Այո, տասնապատիկ աննորմալ է, երբ որ դրանով զբաղվում են կուլտուրայի բնակավայրի ներկայացուցիչները, են էլ ղեկավարները, մտավորականները։ Այո, եթե ասեն Բերտից դուրս եկած ենք, չենք զարմանա։ Որ ասեմ Բերտից դուրս եկածն ավելի շատ սրբություն ունի, քան քո նմանը։ Շարունակենք ժողովուրդ ջան։ Ամբողջ թերթերը օպերայի մասին են եւ այս քանի օր էլի օպերայի թատրոնի մասին են խոսում, համ քմծիծաղ եմ ուզում տալ, կներեք արտահայտությանս համար, համ ուզում եմ հասկանալ, արդյոք մենք պետք է միշտ շարունակական փնտրենք մեր սխալները ուրիշտեղ։ Արդյոք մենք պետք է մեր սխալները չտեսնենք մեր մեջ։ Ինձնից սկսած, որ որևէ մեկին չնեղացնենք։ Ասացիք, որ այդ տեսագրությունում էլ դժվար է ապացուցել ինչ գործողություն, ամեն դեպքում հոգևորականները հենց իր կողքի կանգնած հոգևորականը եւ իր շրջանակը պնդում են, որ ինֆարկտի հասցնելու գործողություններ են կատարել։ Այնտեղ կանգնած մի քանի հոգել ասում են, որ հոգևորականները հայհույում էին եւ նման չէին հոգևորականների։ Ես ինչ անեմ, իրենց խոսքին հավատամ։ Իրավապահ Նագլը սուդա խոսում, ժողովուրդ խուցպանա գործում, այսինքն մեղադրողին դնում են արտարանալու վիճակի մեջ, այնտեղ ոչ մի հոգևորական իրան խուժանավարի չի պահել, ոչ քֆրտել են, ոչ էլ այնտեղ ծեծու ջարդ են արել, ժողովուրդ ջան, ես ականատես եմ,
Շարունակենք։ Քանի որ Վրեժ Դուրգարյանը ձեր եղբայրներու այսպես խոսեցինք, որ հայտնվել է այսպես համացանցում կենտրոնում, մի որոշ ամեն դեպքում այս դեպքերից հետո դեկտեմբերյան 18-ի մամուլը նորից վերաթարմացրեց այն ավելի վաղ շրջանառված տեղեկությունները Դուրգարյան եղբայրների արկածները երևի ձեզ ծանոթ է, որ մի հատ այնտեղ եթե քֆուր են տվել, վիդեոն բոլորըց տեսնում եք։ Թալինի քաղաքապետն է տալիս։ Թալինի քաղաքապետը հոգևորին, որ ասում է չի կարելի, քֆուր է տալիս։ Ու ասում են հոգևորներն են քֆուր տվել։ Սխալվում այս տարեսկզբին ձեր միուվին ինչ գնահատական կտակ։ Հոգևորականները բոլորն են պարկեշ, ես շատ ընկերներ ունեմ հոգևորական եւ հպարտ եմ, որ առաջ թեմայով Հայկ Դուրգարյանը Կրիստալի թեմայով հայտնվել։ Ձեզ Հայաստանում շատ դուրգարաններ կան։ Ձեր եղբայրը չէր Հայկ Դուրգարյանը։ Նորից եմ կրկնել, Հայաստանում շատ դուրգարաններ կան։ Ամեն դեպքում չեք մեկնա։ Դուք թույլ եք տալիս, որպեսզի ես կրկնվեմ։ Ախալքալակում էլ շատ դուրգարաններ կան, Գյումրիում էլ շատ դուրգարաններ կան։ Ամենակարևորը որ Ղուկասյան չեն, կոնկրետ մի Ղուկասյանի նկատի ունեմ։ Եվ որպես արվեստագետ, պարոն Դուրգարյան, դուք ինչպես եք որակում այն գործողությունները, որ սկսվել են եկեղեցու վեհափարի դեմ, արդյոք դուք ճիշտ եք համարում, որ իշխանությունները միջամտեն եկեղեցու գործերին, այս վեհափարի դեմ արշավին, ինչ գնահատական կտակ։ Հոգևորականները բոլորն են պարկեշ, ես շատ ընկերներ ունեմ հոգևորական եւ հպարտ եմ, որ իրանք իմ ընկերներն են, բայց ես շատ վաղուց եկեղեցի չեմ գնում, որտեղ փորձում եմ աղոթել տանը, որովհետև չեմ գտնում այն միջավայրը, որտեղ ես ամեն կիրակի կամ ամեն շաբաթ կիրակի կգնամ, ցավոք, իմ ընկերներին ես հանդիպում եմ կամ ինձ տանը, կամ իրենց տանը, հարցին պատասխանեցի ես։ Պարոն Դուրգարյան, բայց ինչպես Աստվածաշնչում ասում, ով արդարը թող առաջինը քարնետի, հիմա մենք ինչ ենք անում։ Ես իմ կարծիքն եմ հայտնում, ես եկեղեցի չեմ մտնում, ես քար չեմ շպրտում, ես եկեղեցի ուղղակի չեմ գնում։ Իմ երկու զավակները առաքելական եկեղեցու հետևորդներ են, կնքված են, իսկ աղջիկս ոչ։ Եվ մոտակա ժամանակներում ես չեմ պատրաստվում իրան կնքել, որովհետև դեռ չեմ գտնում այն հոգևոր հովին, ով այս վերջի իրադարձություններից հետո քերակին եւ այլն, ով իր ձեռքը կդնի իմ երեխայի գլխին, իմ աղջնակի։ Ու եթե ձեզ թվում է տարբեր մարդիկ չեն փնտրում այդ հոգևորականներին, ովքեր որ կնքել են իրանց երեխաներին եւ իրանք չեն պատրաստում իրենց հետ գնան զրուցեն, դուք սխալվում եք, դեռ զրույցները շատ են լինելու, որովհետեւ հայ ընտանիքը կարծում եմ այն սուրբ տեղն է, որտեղ երեխայի սրբությանը կամ այդ արարողության սրբությանը մեկը կեղտոտ ձեռքերով կպչում է, այդտեղ հարցեր են բարձրանում։ Աստված դա որ այս ամեն ինչը լինի թյուրիմացություն։ Ես աղոթում եմ, որ այս ամենը լինի թյուրիմացություն։ Ես աղոթում եմ, որ այս ամեն ինչը շուտ ավարտվի։ Որտեւ ես ցանկանում եմ լինի, որ մենք ունենանք պինդ, ամուր պետություն եւ մաքուր հոգեվոր կյանք, մաքուր եկեղեցի։ Աստված դա որ էս լինի բոլորիս համար մի հատ մեծ երաս։ Ես ուզում եմ բոլոր հարցերի պատասխանը ունենալ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որի ղեկավարը պարոն Փաշինյանն է։ Եվ ուզում եմ հարցի պատասխան ունենալ եկեղեցու կողմից։ Ես ուզում եմ հերքումներ լսել, որպեսզի հոգիս հանգստանա, որպեսզի ես առավոտյան արթնանալուց աղոթելուց հետո ասեմ Փառքը շատ Տեր Աստված, ես ամեն ինչ մի հատ չար երազեր անցավ։ Ես փնտրում եմ։ Հենց գտնեմ, հավատացեք, դուք հրավիրված կլինեք իմ աղջկա կնունքին։ Հզոր պետությունում աղբռում։ Երևի
Այս տան մեջ, որ ինքը նստած է թազբեն քաշելով, խոսում է, տա Աստված, ինքը զրկվի այդ տներից, ընդամենը այդ տներից, տեսնեմ իրան շատ հզոր կզգա ինքը, որ 100,000-ավոր մարդիկ մնացին անտուն ու տեղ հայրենիքից զրկված, հազարավոր տղեկ կյանքից զրկվան, ինք ապրում է հզոր պետության մեջ և ուզում է էլ ավելի հզորանա այս ձևով և քավորգին աման գալիս, քեռագինները չլինեն, խնդրեմ, եկեղեցի մաքրող քեռագինը, քավոր կնիկը, խնդրեմ, պարոն Փաշինյանն էլ քավոր լինի, թորներիդ, ստեղ լսեք, ինչա խոսում, եկեղեցի մաքրողը, ասել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ քաղաքացիական պայմանագի ուսացություն։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իսկապես հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ քաղաքացիական պայմանագի ուսացություն։ էլ սրպապիղձը ոնց է լինում, Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ հայ հոգևորը ինֆարկտ է ստանում, որ բարբարոսաբար Էջմիածինի վրա են հարձակվել, ինքը հոգևոր է մաքուր փնտրում, նրանք են փնտրում, ով որ քացիներով ջարդում էր Էջմիածինի դռները, գիտեմ, որ կամերաները ներքևում չեն կարողացել նկարել, ասма սաղ գետնին փռված են, ինքը բաներ անում, որ իրանց չտրորեն, այսինքն ժիվոյի չտրորեն իբր թե փրկում էր, դրա համար ստիպված ելել է մահածածիկ գերեզմանի, հասկացաք, հիմա ժողովուրդ ջան, Մեր տարբեր դասերի ժամանակ մենք վիդեոն երեկ նայեցի, կոմենտ գրեցի, ըստ երևույթի բլոկելա, չկարողացա ոչ մի էջիցս մտնեմ ձեզ իրան խոսակցությունը ցույց տամ, բայց պատկերը պիտի ցույց տամ ու ասեմ ինչի մասին էր խոսում, Ռուսաստանից բերված ՖՍԲ-ի ագենտը, իբր թե բժիշկ գինեկոլոգ է, այս մադամ Բրոշկինեն, որ իրան դրել է, որ ինքը մեզ հայերիս Հայաստանից դուրս ներկայացրել է, իսկ ներսի հայերը իրավունք չունեն իրան ներկայացնելու։ Հայ ազգին ինչ բարեր ջվուդի մտքով անցավ, անվանեց, էլ ոչխար, էլ ավանակ, գրել եմ իրան, ըստ երևույթի բլոկել է, ուրեմն ինչ պրոպագանդա է տանում ժողովուրդ ջան, բացարձակ խոսակցություն չկա, որ երկրում ապրում են մեր թշնամիները, ու որ սա թշնամիների արվածն է, չէ, մենք հայերս իբր թե ոչխար ու ավանակ ենք, Էջմիածինը չենք պաշտպանում, այլ Էջմիածինի վրա մենք ենք հարձակվել, որ մենք այդենց ենք արել, որ եղերն է եղել, մենք ենք արել, որ եղերն է եղել, խոսում է նրա մասին, որ այդենց եք դուք արել, որ եղերն է եղել, այդենց եք դուք արել եղերն է եղել, Կոմիտասը ձեր պատճառով է խելագարվել, մեր, սաղ մեր, մենք մեզ լավ չենք պահում, մենք արժանի ենք եղել եղերնու, մեր պահելաձևի համար, Կոմիտասը մեր երեսից է խելագարվել,
Թուրքի ջվուդի արածի երեսից չէ, մեր երեսից։ Ժողովուրդ ջան, սա տեխնոլոգիա է, ազդել եղերնը կոչվում է օրենքով, ոչ թե միայն ֆիզիկապես մարդկանց ոչնչացնել, իրանց ազգի համար, հա, այլ նաև հոգեպես ազդելու, բացասական ազդելու համար, դա էլ է կոչվում եղեր։ Սա բժիշկ է, իբր թե։ 2 տարի եկել է Հայաստան, դժգոհ է Հայաստանից, նախ ասեմ, пошла обратно к черту. Как приехала, так и убирайся вон. Հաստատ ձեռս որ ընկավ ժողովուրդ ջան, մաման գլացացնեմ, աշխարհով մեկ կանեմ, եթե ուր որ ես սրան հանդիպեցի, ես որպես հայ, իմ հայ ազգը վիրավորելու համար, ես սրան ուր տեսա, աշխարհով մեկ եմ անելու։ Ու ոչ մի իրավապահ մարմին ինձ իրավունք չի ունենա ինչ-որ մեղադրանք ներկայացնի։ Սրան դատ է հասնում այս խոսքերի համար, եթե որևէ մեկը կարա մտնի իրան էջը, եթե չի ջնջել, խնդրում եմ, ամբողջ վիդեոն զապիս արեք, ժողովուրդ ջան, կամ ով որ զապիս է արել, ուղարկեք ինձի։ Սրան հոդված է հասնում մի ամբողջ ազգը վիրավորելու համար։ Խոսում է նրա մասին, որ բա եղեր պիտի անեն, որ ձեր նմաններից ազատվեն։ Բա էլ ոնց մաքրեն։ Բա եղեր պիտի անեն, որ ձեր նմաններից մաքրի երկիրը, մաքրվի երկիրը։ Ու խոսում է 2 միլիոնի մասին։ Լավ էլ գիտի, որ են 1 միլիոնը իրանք են։ 3 միլիոնի մասին չի խոսում, 2 միլիոնի մասին է խոսում, բժիշկ, ժողովուրդ ջան, ջվուդների կատեխիզիսի մեջ, որը գտել են շատ պատահական, ջվուդը թողել է տաքսու մեջ մի ամիտ, տաքսիստն է գտել, շատ գաղտնի է իրանց գրկերը, այնտեղ գրված է, եթե ուզում ես ոչնչացնել թշնամուն, դարձի բժիշկ կամ ֆարմացևտ, դեղագործ, կամ դատավոր, կամ դատապաշտպան։ Ինչա դա նշանակում։ Հայի ազգանունի տակ, Ուկրաինայում ուկրաինցու ազգանունի տակ, Ռուսաստանում ռուսի ազգանունի տակ, Կազախստանում կազախի ազգանունի տակ, Հնդկաստանում հնդիկի տեղ։ Մտել են ժողովուրդին դեղերով սրսկելով ոչնչացնում են։ Հայեր, եթե մի բժիշկ կարա ասի, որ իհարկե ձեզ եղեր պիտի անեն, որ ձեզանից մաքրեն Հայաստանը, դուք չեք մտածում, որ ինք այդ գործի մեջ է։ Ես չգիտեմ, ես ինչ իմանամ, ժողովուրդին ինչ է նշանակում, ինչ են սրսկում։ Մարդկանց երեխեքը ծնվում են հիվանդանոցում, սպանում են, աբացույցում են, որ ամեն ինչ նորմալ է եղել, երեխուն տվել են սպանված, ոչ մեկին չեն դատում։ Որ մի հիվանդին կարան ստուգեն, ինչ դեղեր նշանակեց, երբ նշանակեց, ինչից մահացավ հիվանդը։ Հասկացաք։ Ես խնդրում եմ, այս ջվուդի մոտ չգնաք, սա հայ չի, սա հայ չի, ինչ որ վերաբերվում է Կոմիտասի գժվելուն, Կոմիտասը չի գժվել ժողովուրդ, ձեզ խաբում են,
Ես դեռ Բաքվում եմ կարտացել, որ երբ որ եղերն է տեղի ունեցել, Կոմիտասին նշանակել են Հայաստանի վարչապետ։ 10 ամիս Կոմիտասը աշխատել է հայոց երկրի վարչապետ, ժողովուրդ ջան։ Կոմիտաս մենակ մտավորական երկող նվագող չի եղել։ Կոմիտասն են կազմակերպչական հատկություններ ա ունեցել, որ այդ պահին Կոմիտասը ոչ թե գժվել է, այլ Կոմիտասը հավաքել է իրան, որ օգնի ժողովուրդին։ Կոմիտասը Ամերիկայից բանից կազմակերպել էր սփյուռքահայությունը, փող էր հավաքում եւ սնունդ էր ուղարկում, վագոններով ցորեն էին ուղարկում, ալուր էին ուղարկում հայերին, ու Կոմիտասը Էջմիածինում սկսեց կառուցել մանգատներ, որ հայ երեխեքը հայ միջավայրի, հայ ազգի մեջ, հայի հողի վրա մենձանան հայ։ Կոմիտասին, որ այդ պաշտոնից զրկեն, չդան հնարավորություն հայը փրկի հայերին, իհարկե, եթե Կոմիտասին պաշտոնից հանեն, հայ ազգը կելներ ոտի։ Կոմիտասին հայտարարում են, որ ինքը այս ամեն ինչից գժվել է, ու տանում են ջհուդները Ֆրանսիա։ Տանում են այնտեղ բժիշկն եղել է մեկը ջհուդ, մեկը եղել է թուրք։ Իհարկե, если хочешь уничтожить врага, стань врачом или фармацевтом։ Կոմիտասին սպանել են բուժելու քողի տակ։ Եթե թուրքը դրել է հայերին մորտումա, ջհուդը դրել է հայերին մորտումա, Կոմիտասը հայ ազգի պաշտպանողը իրանց աչքի լույսն է տարան բուժելու, տարան պարգծրին հասեցին բուժում են, միանգամից չեն կարողացել սպանել, որ հասկանան, ձև են բռնել, որ բուժում են, հետո սպանել են։ Սպանել են Կոմիտասին, որ երեխեքներին նավերով տանեն նա օրգանի, նա փորձությունների, նա արուն խմելու, ժողովուրդ 700,000 սպիտակ շորերով երեխեքներին հրեշտրակի նման հատուկ, Քրիստոսի նման բարձել են երեխեքներին նավերին ու տարել են արունը խմեն, մի 100 հոգի պահել են, որ միջև ծերանան մեզ ցույց տան, որ էսի են փրկվածներից է մնացել։ Կոմիտասը չի խելագարվել, ժողովուրդ ջան։ Կոմիտասը մոբիլիզացրել է ինքը իրան, մոբիլիզացրել է ազգին, օգնելու, փրկելու։ Կոմիտասն եղել է հայոց աշխարհի վարչապետը։ Այ շակալկեն ասում է, որ Կոմիտասը խելագարվել է, բայց ոչ թե թուրքի ջհուդի արածի պատճառով, այլ մեր պատճառով։ Գիտեք սա ինչ քաղաքականություն է։ Политика чувствует себя ущербной։ Մարդը կռվում է նրա համար, ինչ որ ինքը սիրում է։ Մարդը պաշտպանում է նա, ինչ որ ինքը սիրում է։ Այդ 20 միլիոն հայ մորտելուց հետո նշտեն ելնում է ընդամենը 500 զինվորով, 50,000 թուրքաջհուդական 11-րդ կարմիր բանակը ջարդ ու փշուր են։ Դա միայն մեն սիրո շնորհիվ ու հավատքի շնորհիվ է, ժողովուրդ ջան։ Բա զոմբիժեխո հենց այնց չհայտարարեցին։ Այո, Նաիրա Զոյրաբյան, Արմեն Գրիգորյան, Էլան առաջինը քծեցին զոմբի ժեղ։
Աշխարհին ներկայացնեն, որ մենք զոմբի ժեխ են տամ վիճիշայդ, մաքրում են երգիրը, ոնց որ ռուսներին ստեղծեցին իմիջ, որ իրանք ալկաշու բոզ են, թող գնան պատերազմ, лучше на поле боя умереть, чем бомжей умереть пьяницей, մաքրում են իբրտե, սա մեկ, երկրորդը, որ հայազգը աման չի, իրան հայ լինելու համար ծպտուն չանի, չուզենա պաշպանի, ամոտուց գեդինը մտնի, սա եղերնա, այս իբր թե բժշկուի զբաղված է այդ ծրագրով, որ մեզ ոնց որ թուրքերին, մուսուլմաններին ավելի ճիշտ, ներշնչում են, որ ժնջիլներով ելնում են իրան շախսե բախսե են անում, իրանք իրանց խպում են մեղկերի համար արնլվիկ են անում, այդ պրինցիպով ուզում են հայը իրան մեղավոր հայը զգա, ինքն է մեղավոր, ինքը լավը չի, թուրքը դրա համար մորտում ասմա, բա եղեր պիտի անեն աշխարհը մաքրեն, մենք ենք մեղավոր, հասկացաք ինչով է սպաղված, ժողովուրդ ջան, սա իրան վրա, մի քանի հոդված է, այս ելույթի համար, ես չգիտեմ, իմ գրարումից հետո ջնջել է վիդեոն, իմիջայլոց ասեմ են, եզը, որ քյաչալը մուրուկը միջև չոկերը, աջծրել է իբր թե բիոդաբավկեկը կերծրել են եզ են սարկել, ինձ կներեք, կերի չի մուրդրե, իբր թե Սասունցի Դավիթն է մեր փրկիչն է եկել, որ հոդված ավրեն, որ ասել է ես Նիկոլին կասեմ, ում մորտի սպանի, Նիկոլը պիտի մորտի սպանի, վրեն հոդվածը, երկու կոմենտ գրեցի, միամդություն արեցի, պիտի չգրեի, զապիսանեի, դրելա բոլոր վիդեոները իրան էջին ջնջելա ժողովուրդ ջան, բոլոր թողելա մի 3-4 հատ, Իսրայել գովաբանելու, հիմա նոր լայվեր այնում, բա եթե այտենց կրուտո եք, բա եթե այտենց ճիշտա խոսեք, ինչի եք կամավոր ելնում ջնջում ձեր վիդեոները, թե մտածել եք, հայերի ատամները հաշվել եք, թե դուք ասել եք մենք զոմբի ժեխ ենք ու հավատացել եք դուք ձեր ասածին, որ մենք զոմբի ժեխ ենք, կարակ ինչ ուզենակ խոսակ, սպասեք, շատ քիչ է ձեզ մնաց է, ձեզ Աստվածը անի ձեզ Քրիստոսին խաչելու համար և տվեց 70 տարի դուք մեղայ գաք, դուք մեղայ չեգաք, ձեզ անի ձեզ թապարելու ու դուք դարձակ իսգոյի, իսկատով, սկատի է տանի ժողովուրդ ջան, իս գոյև, от кого, իս գոյև, գոյերը սկատի անի, դրա համար իս գոյ ինչ է նշանակում, atverjeni, մերժված, այո, Աստվածը իրանց պատժելա, անիծելա, թապարական դառնալու ու որ երգիրը իրան գնացել են, իրանց ծեզի ջարտի լարել են, իրան քաղաքանություն են ձեռք բերել, մտնեն բոլոր ազգերի մեջ, վերջերս մի հրյայի մաման լացացրի միտրոյի մեջ, իբր թե հայա, не привлекайте внимание, не привлекайте внимание, зачем? Я, армянка, говорю правду. Почему это вы испугались? Привлечение внимания. Հասկանում եք, իրան սովորցրել են, խեղճ ապրեն, не привлекайте внимания. Հիմա ցույց տամ ձեզ, Հայաստանում նշել են Խանուկի, տոնածառը միացրել են Խանուկի օրերին, մի հատ հրապարակում են տժացել,
մի հատ էլ ձեզ ցույց տամ քաղաքական գործիչները Հայաստանի համար կռիվ տվողները որոնց սիրտը շատ է ցավում մեր ազգի համար Խանուկայի Տեսակ ցիգանկա Զեյնաբ Խանլարովը в Արմենիա Նաիրա Զոյրաբյան չի Զուրաբյանը Տեսակ Տժում են, քեֆ են անում, ինչի վրա են ուրախանում Հետո մեզ ասում են, որ բա եղեր պիտի անեն աշխարհը մաքրեն Էս ցիգանկեկն են Ասվածա, народ без земли придет на земли народа, у которой есть земля. А есть цыганкека, а есть бոշեկը, բոշա, ջվուդները մի տար կամ փոխում են տեղերով, կամ տարն են փոխում. Բոշեն, դա մոշենը, մոշա, մոշեախն է իրանց. Այս բոշեկը եկել են հայերի հողերն ուզում են վերցնեն ու մեզ սենց ձեռ առնելով իրանց սատանիստական տոներն են տժում հայերի արնան վրա ժողովուրդ ջան իմացեք ինչա կատարվում ցույց տվեցի ոնց են ջվուդները ներխուժել Քանի հոգի են, այսինքն հոգի չեն, սկատինա են, կենտանի էլ չեն, քանի հոգի են ներխուժել ազգի մեջ, չհաշված են ամեն ինչը, ինչ որ հիմա բերել են, հիմա մի բան ասեմ, այսօր հոդված է լավ, որ վաղվանից, են որ 3 տարի մտցրեցին շաբաթ մի անգամ թե 2 անգամ, Երևան, Ստամբուլ, թռիչքներ ամեն օր ասարկել վաղվանից, այսինքն սարտեն այսօրվանից, ամեն օր Երևան, Ստամբուլ թռիչք պիտի գնակա, այդ ովքեր են այդքան շատ գնալու գալու, որ մեկ էլ ասեցին հստակ չգիտեմ, դեռ հոդվածը չեմ կարտացել, ընկերներիցս ասեցին, որ Ադրբեջան, Արմենիան նորից թռիչք է մտցնում, սամալյոտ է գնալ գալու Հայաստան, ես ուզում եմ հարց տալ, ես ովքեր են գալու Հայաստան, նրանց, որ իբր թե համշենահայի տակ հիմա պրապագանդա եք անում, թուրքերին, քրդերին բերեք է շենքերը, որ սարկել եք, լցնեք այդտեղ, հայի անվան տակ, թե գարուն հիշում եք, Սպեցնազը ԱԱՑ-ին մտավ Սուրբ Էջմիածին բարբարոսաբար, բոլորս էլ տեսել ենք, մարդիկ ասում են, որ դրանք հայ չեն եղել ու իհարկե հայը կյանքում նման բան չեր անի, մեր ոստիկանի պահելաձևը դուք տեսնում եք ժողովուրդ ջան, միայն իրանց մենտ ու մուսրները ջվուդական թուրքական, գրաժդանսկի շորերով, այս օպերայի փրճոդի կամանդայով հարցակվել են եկեղեցու վրա, ըստ երևույթին, պատրաստվում են զախվատի Սուրբ Էջմիածինի, մեր ԱԱՑ-ի ինչքան էլ որ թուրքաջվուդ են ստեղ մտած, իրանք մեր սուրբերի զորությունը գիտեն ու վախենում են, ըստ երևույթի ներսի աշխատողները հայերը իհարկե ձեռ չեն բարձրացնի, ջվուդներն էլ վախենում են, ամեն օր ես մտածում եմ, բերելու են Թուրքիայից Ադրբեջանից սպեցնազը իրանց Էջմիածինի վրա հարձակում անելու համար,
Ժողովուրդ ջան, կասեմ, ինչ կանենք, պատրաստ եղեք, ուղագի բոլորըց, ինչ բռնկվող վառվող կա, բենզինա, կիսլատայա, սալյարկայա, արեք, պահեք ձեր տներում, մնացածը հետո կասեմ ժողովուրդ ջան, եթե հանգարց որոշեն, հարձակվեն Սուրբ Էջմիածինի եւ հայ հոգևոր հայրերի եւ կաթողիկոսի ամենահայոց կաթողիկոսի վրա մենք ունենք հակահարված տալու մալենի պակաժը։ Հիմա չեմ ասի, որ իրանք դեմ չառնեն, բայց ուղղակի դուք բոլորըց հայերըց պատրաստ եղեք, անգամ արտասայմանի հայերը, Սփյուռքի հայերը, պատրաստ եղեք, այո, եթե պետք լինի, դրսում, անգամ դրսում, սկսեք հակահարված տալու, ոնց ինչ հետո կասենք ժողովուրդ ջան, պատրաստ եղեք, շնորհակալություն, տարածեք, ինչ որ խոսում եմ ժողովուրդ ջան, տարածեք մնացածը իմանան, մենակ ձեզանով չի, որ դուք իմանաք, մեր ուժը նրա մեջն է, որ բոլորը տեղյակ լինեն, ինֆորմիրովան значит защищен, բոլորը տեղյակ լինեն, ինչքան շատ լինի մեր բանակը, այդքան հեշտությամբ սրանց կոչնչացնենք ու մենակ Հայաստանում չէ, աշխարհով մեկ մենք պիտի մաքրենք աշխարհը, շնորհակալություն, գիշեր բարի հայեր ջան, ավելի ճիշտ բարի լույս ձեզ, Աստված առաջ, մենք գհաղթենք, միամիտի Տեր Աստվածն է, ժողովուրդ ջան, մի բան էլ պատմեմ լավ, 5 րոպե կտևի, 77-78 թիվներ, մամայի հորողբերը Գյումրիում մահացավ լեննականում, պապանինքը ու աղբերը եկան թաղում, ես հիմա եմ հասկանում ինչի աքերս ճղայնացած եղե Վազգեն Վեհապարի վրա, ըստ երևույթի են սուտ լուրը, որ տարածում էին, որ Լուսինե Զաքարյանը իրան սիրուին է, դե պիտի պղծեն մեզի, չէ, ըստ երևույթի քերիս է տենց մի բան է լսել ու ճղայնացած է եղե Վազգեն Վեհապարի վրա, կուպեյում նեղված խոսացել է Վազգեն Վեհապարի կաթողիկոսի դեմ, եկել են Բաքու, մաման այդ պահից, որ ինքը վատ բաներ է ասել Վեհապարի հասցեին, ամեն ասուր զանգում էր ինք իրան աղբորը, քերուս, զանգում էր, խնդրում էր, ասում էր Կարլոս, օծվածը Աստծու ներկայացուցիչն է հայության համար Վեհապարը, իրավունք չունես ջղայնանալու անկամ, մեղայ արի, Կարլոս, խնդրիմ քզի, մեղայ արի, Կարլոսը մեղայ չեկա, 37-րդ օրը թոկերը հանկարծակի տրակվեցին, Արունը բերանով եկավ, տատուս կողքի պատիեստը աշխատում էր, Ադրբեջանի ամենալավ ըստ երևույթի ազեր չի եղե, Թալիշա եղե կամ Լիզգին, Շուքյուրով, թոկի խիրուրգը, ամենաուժեղը, 3 օր կռիվ տվեց Կարլոսի համար, երևի Աստված 3 օր էլ տվեց իրան, որ մեղայ գա, ուղիղ 40-րդ օրը Կարլոսը մահացավ, մորս խորհուրդին չլսեց, հիմա ով լսեց թող իմանա, ով է լավ, հայ առաքելական եկեղեցու և ամենահայոց Վեհապարի դեմ, մեր հոգևոր հայրերի դեմ, իմացեք ձեր քոքն ու բույսը չորանալու է, հաստատ գիտեն, շնորհակալություն հայր ջան, բարի լույս ձեզ, Աստված առաջ մենք կհաղթենք,
Միամիտի Տեր Աստվածն է։